1919-ից 1920 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դատավարությունում Թալիաթը, Էնվերը, Ջեմալը և մյուսները դատապարտվել էին մահվան, բայց փախուստի էին դիմել Եվրոպա և այլուր։ Հայաստանի Հանրապետությունը թույլ էր, մեծ տերությունները չէին օգնում, ուստի հայերը որոշեցին ինքնուրույն արդարադատության հասնել։ Հիմնական գործողություններ։ Թալիաթ Փաշա սպանվել է Բեռլինում 1921 թվականին Սողոմոն Թեհլերյանի կողմից, ամենահայտնի դեպքը։ Բեհաեդդին Շաքիր և Ջեմալ Ազմի սպանվել են Բեռլինում 1922 թվականին Արամ Երկանյանի և Մեհմեդ Մեթիի կողմից։ Ջեմալ Փաշա սպանվել է Թիֆլիսում 1922 թվականին Ստեփան Ծաղիկյանի և Պետրոս Թեր-Պողոսյանի կողմից։ Այլ թիրախներ Օսմանյան հատուկ կազմակերպության անդամներ, ովքեր ուղղակիորեն մասնակցել էին կոտորածներին։ Ընդհանուր առմամբ Նեմեսիսի շրջանակում կատարվել է մոտ 10 հաջողված գործողություն։ Մեկ այլ հերոս Արամ Երկանյան։ Արամ Երկանյանը 1900-ից 1971 թվականներին Թեհլերյանի հետ միասին Բեռլինում գործողություններ է իրականացրել։ Նա մասնակցել է Թալիաթի և այլոց գործերին։ Նրա կյանքը ևս լի էր վտանգներով, անընդհատ հետապնդումների և գաղտնի առաքելությունների պատճառով։ Նեմեսիսը միայն վրեժխնդրություն չէր, այն աշխարհին ցույց տվեց, որ հայերը չեն մոռանում և չեն ների անպատժելի ցեղասպանությունը։